Բարի օր սիրելի հայրենակից, այսօր չորեքշաբթի է և եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Դե ինչ, Իսրայելը և ԱՄՆ շաբաթ օրը հարված հասցրեցին Իրանին։ Սա պարզապես հարված չէ, այլ Պանդորայի արկղի բացում, գրում է Հայկ Տրունյանը։ Թվում է, թե իրադարձությունների շղթան Էփշտեյնի գործից մինչև այս հարվածները գործընթացների միասնական հաջորդականություն է ներկայացնում։ Թվում էր, թե Տրամպին այս պատերազմն ամենևին ձեռնտու չէ, սակայն ըստ ամենայնի որոշակի ուժեր, որոնք վերջերս ակտիվորեն շրջանառում էին Էփշտեյնի արխիվը, տիրապետում են լուրջ կոմպրոմատների, ինչն էլ ԱՄՆ նախագահին դրդեց նման որոշման, փաստացի խաղալով Նեթանյահուի կողմից։ Սա սոսկ պատերազմ չէ, այլ մերձավոր արևելքի տարածաշրջանի լանդշաֆտի փոփոխության սկիզբը։ Եվ այո, իդեպ Հայաստանը ոչ Կովկաս է, ոչ էլ Եվրոպա, այլ մերձավոր արևելքի տարածաշրջանի մի մասը։ Իրանը կարծես թե որոշակի եզրակացություններ է արել նախորդ 12-օրյա պատերազմից և սկսել է իր գրոհներն այն երկրների դեմ, որոնք օգնում են դաշնակից ուժերին։ Մարտավարությունը գրագետ է թվում և հաշվարկված է երկարաժամկետ հեռանկարի համար։ Ողջույն Ադրբեջանին։ Այսպիսով Իրանը հասարակ երկիր չէ, այն Վենեսուելա չէ։ Իրանական վարչակարգը գիտակցում է էգզիստենցիալ սպառնալիքը և պայքարելու է մինչև վերջ, հակառակորդին հասցնելով առավելագույնս խորքային հարվածներ։ Ինչ պետք է անենք մենք։ Հայաստանը պետք է պատրաստված լիներ փախստականների օգնության համակարգ Իրանի հետ սահմանամերձ տարածքում, ոչ թե հայկական կողմում, և ես մեծ հույս ունեմ, որ Սուրեն Պապիկյանն այդ մասին պայմանավորվել է Իրան կատարված վերջին այցի ժամանակ։ Մենք բոլորս պետք է պատրաստվենք նրան, որ մեր տարածաշրջանն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին նախկինում էր։ Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի խոսքով Իրանի դեմ պատերազմին ԱՄՆ-ի մասնակցությունը լիովին թելադրված է Իսրայելի ցանկություններով և չի ծառայում ԱՄՆ շահերին։ Ամեն ինչ սկսվեց, որովհետև Իսրայելն այդպես էր ուզում։ Սա Իսրայելի պատերազմն է, ոչ թե ԱՄՆ-ի, հավելել է նա։ Նրա խոսքով Կատարում և Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ ծրագրող իսրայելական գործակալներ։ Նա հավելել է, որ Իսրայելն արդեն հաջողությամբ վնաս է հասցրել Պարսից ծոցի երկրներին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների, Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։ Մարտի 2-ին Հեզբոլլահը նույնպես միացել է Իսրայելի դեմ պատերազմին։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։ Արդեն տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են քրդերին ներքաշել Իրանի դեմ հակամարտության մեջ, գրում է Արա Պողոսյանը։ Ըստ Axios-ի տվյալների, Թրամփը զգայուն բանակցություններ է վարել Իրաքի քրդերի առաջնորդներ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի ֆոնին։ Axios-ը նշում է, որ քրդերի ներգրավումը տեսականորեն կարող է ցամաքային բաղադրիչ ավելացնել ռմբակոծությունների արշավին, ինչպես 2001 թվականին Աֆղանստանում ԱՄՆ-ն կիրառեց տեղի հյուսիսային դաշինքի օգտագործումը որպես ցամաքային ուժ ռազմավարությունը։ Սակայն կարևոր է սիրիական ֆիասկոից հետո քրդական դիրքորոշումը, քանզի սա այլևս ոչ թե կդառնա ռեժիմի փոփոխության պատերազմ, այլև փաստացի Իրանի փլուզման պատերազմ, իսկ դա կենտրոնական իշխանությունների շուրջ կմոբիլիզացնի բնակչության բացարձակ մեծամասնությանը։ Մյուս կողմից կասկածից վեր է, որ ԱՄՆ-ն դիտարկում է ոչ թե բումփլուզման, այլ սիրիական սցենար։ Այն ենթադրում է Իրանի ֆեդերալիզացիա, բայց ոչ փլուզում, քանզի փլուզված Իրանը կկորցնի իր ռազմավարական նշանակությունը։ Քրդերը միևնույն է կօգտագործվեն, իսկ հետո կլինի այնպես, ինչպես Սիրիայում։ Սակայն նման իրավիճակներում որպես կանոն գերակշռում են էմոցիաներն ու չափազանցված սպասելիքները։ Հույս ունենանք, որ քրդերը դասեր քաղած կլինեն նախկին փորձից և այս անգամ չեն դառնա գործիք սեփական ապագայի դեմ։ Սրանք կադրեր են Մինաբի Շաջար Թայեբ դպրոցի 168 աշակերտուհիների հուղարկավորությունից, որոնք զոհվել էին շաբաթ օրը փետրվարի 28-ին ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման ժամանակ, հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտոնապես արձագանքել է դպրոցին հասցված հարվածի մասին, ասելով, որ Միացյալ Նահանգները մտադրվածորեն չեն թիրախավորել դպրոցներ և նման ուղղակի հարված չեն գործադրել դպրոցների վրա։ Նա կրկնել է, որ ԱՄՆ
ԱՄՆ ուժերը ոչ մի կրթական օբյեկտ չեն թիրախավորել անմեղ երեխաների դեմ։ Միաժամանակ ընդգծել է, որ Պենտագոնը եւ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ստուգում են քաղաքացիական զոհերի վերաբերյալ զեկույցներ, հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ըստ ԱՄՆ պաշտոնական հայտարարությունների, ԱՄՆ-ն հերքում է, թե դիտավորյալ թիրախավորել է դպրոցը, սակայն միաժամանակ չի կարողացել ամբողջությամբ բացատրել, ինչ եղավ կամ ով է վերջնական պատասխանատուն արագ զարգացող հակամարտության պայմաններում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Պետդեպարտամենտը կոչ են անում ամերիկացիներին անհապաղ լքել հետեւյալ երկրները, օգտագործելով ցանկացած հասանելի առևտրային տրանսպորտային միջոց անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։ Գրել է Ռուբիոյի հյուպատոսական հարցերով օգնական Մաուրա Նամդարը էլեկտրոնային նամակում։ Ցանկում են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը։ Իսկ Սպիտակ տունը վերջապես ուրվագծեց Իրանի դեմ ռազմական գործողության նպատակները։ Իրանի ապառազմականացում, ոչնչացնել Իրանի հրթիռները եւ ոչնչացնել նրա հրթիռային արդյունաբերությունը, ոչնչացնել Իրանի նավատորմը, Միացյալ Նահանգների պաշտպանություն Իրանի ապագա հարձակումից, Այաթոլլահի ահաբեկչական ռեժիմի վերացում, պաշտպանություն Իրանի պրոքսիներից, ապահովել, որ Իրանի ահաբեկչական գործակալները այլևս չկարողանան անկայունացնել տարածաշրջանը, ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։ Իսկ Իրանում արդեն սկսել է գործել առաջնորդության ժամանակավոր խորհուրդը, որի մեջ են նախագահ Մասուդ Փեզեշքյանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Էժեին եւ Պահապանների խորհրդի անդամ Ալի-Ռեզա Արաֆին։ Այն գործելու է մինչեւ նոր առաջնորդի ընտրությունը, իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են 1-2 օրում։ Ոչ պաշտոնական մակարդակում երևում է, որ Իրանի նոր իշխանության ձևավորման ընթացքում կարևոր դեր ունի Ալի Լարիջանին, որ այս պահին անվտանգության խորհրդի քարտուղարն է, նախկինում եղել է նաև խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի թեկնածու եւ այլն։ Ընդ որում Լարիջանին չափավորական գործիչ է, որ արևմտյան ձևակերպմամբ կարելի է անվանել կենտրոնամետ։ Սա մեծացնում է պահպանողական եւ բարեփոխական թևերի հետ միաժամանակ աշխատելու նրա հնարավորությունները։ Ուժային հավասարակշռության մեջ կարևոր է նաև զինվորականների եւ հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարների դերը։ ԻՀՊԿ-ն ոչ միայն ռազմական, այլև խոշոր տնտեսական խաղացող է եւ ապագա գերագույն առաջնորդի համար մարտահրավերներից մեկը լինելու է այս ազդեցիկ կառույցը եւ ոչ միայն իրեն ենթարկելու հարցը։ Դրսից շարունակում է ակտիվությունը Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին։ Նա նշել է, որ հիմա իշխանության փոխարինման ժամանակը եկել է եւ ինքն առաջնորդում է այդ փոխարինումը։ Ըստ Փահլավիի դա տևելու է առավելագույնը 2 տարի եւ առանցքայինը լինելու առաջին 100 օրը։ Մինչ այդ Թրամփն էլ հայտարարել է, որ ունի իր պատկերացումը, թե ովքեր են լինելու Իրանի նոր իշխանությունը, բայց որևէ անուն չէր բացահայտել։ Ենթադրում են, որ հիմա ազդակների են սպասում Իրանի ներսից, որպեսզի հասկանան ներկայիս վարչակազմի հետ աշխատելու են, թե ոչ։ Հայաստանի վրա իրանական պատերազմի ազդեցության մասին խոսելիս հաճախ են նշում, որ հնարավոր ազդեցություններից մեկը առևտրին է վերաբերում եւ Իրանում կարող են իրավիճակից ելնելով որոշում կայացնել ինչ-որ ապրանքներ չարտահանել եւ ուղղել ներքին սպառմանը, շարունակում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ Ու հիմա պատերազմի 4-րդ օրը Իրանի կառավարությունն արգելել է սննդամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումը մինչեւ հետագա ծանուցումը։ Իրանը մեր առևտրային 4-րդ գործընկերն է։ Մենք ավելի շատ ներկրում ենք տարբեր մետաղներ, շինանյութ, գազը չհաշված, բայց մեր ներկրումների թվում կան նաև սննդամթերք եւ գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում բանջարեղեն, մրգեր, կարագ եւ այլն։ Սրանցից բացի կան ապրանքներ, որոնց ստացումը էներգատար է եւ Իրանում դրանք էժան են սուբսիդավորվող էներգակիրների շնորհիվ։ Արդյունքում այդ ապրանքները նաեւ ներկրվում են Հայաստան։ Դրանց թվում կարող են լինել պարարտանյութեր եւ քիմիկատներ, եւ վերջիններիս արտահանման արգելքը մեծ ազդեցություն կարող է ունենալ հատկապես այս սեզոնին։ Վանդալիզմի հերթական դրսևորումը Իսրայելում հայերի ու հայկականի հանդեպ։ Հայֆա քաղաքում պոկել են հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։ Իսրայելի Հայֆա քաղաքում Բեն-Գուրիոն 26A հասցեում հայոց ցեղասպանության հրապարակի բացման եւ ցուցանակի տեղադրման արարողությունը տեղի էր ունեցել 2023 թվականի մարտի 20-ին։ Հայ հեղափոխական դաշնակցության հայ երիտասարդական ֆեդերացիայի Վաշինգտոնի անի մասնաճյուղը բողոքի ցույց եւ հիշատակի միջոցառում է անցկացրել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, նշելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերը եւ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական ագրեսիայի անխզելի ժառանգությունը, հայտնել է անկան։
Ըստ հրապարակման, ամերիկահայ ակտիվիստներն ու դաշնակիցները հավաքվել էին պահանջելու արդարություն այդ կոտորածների զոհերի, պատասխանատվություն Ադրբեջանի կողմից 2023 թվականին Արցախում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար, հայ պատանդների անհապաղ ազատ արձակում եւ Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության արժանապատիվ, անվտանգ եւ կոլեկտիվ վերադարձի իրավունք։ Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել Միացյալ Նահանգներին եւ միջազգային կառույցներին անցնել հայտարարություններից այն կողմ եւ տրամադրել կիրառելի երաշխիքներ, մերժելով ցանկացած խաղաղության շրջանակ, որը թողնում է հայ բանտարկյալներին, օրինականացնում է Ադրբեջանի կողմից հայկական հողերի օկուպացիան, չի երաշխավորում արցախահայերի վերադարձի իրավունքը կամ թույլ է տալիս անվերահսկելիորեն շարունակել արցախյան քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ Ծրագիրն ավարտվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հովիվ հայր Սարգիս Ակտաբուկյանի գլխավորած աղոթքով, որով հարգել են այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են պաշտպանվելիս։ Սումգայիթյան ջարդերը սկսվել էին 1988 թվականի փետրվարի 27-ին խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ։ 3 օրվա ընթացքում սպանվել էր 53 մարդ, տասնյակները վիրավորվել։ Որոշ աղբյուրների համաձայն զոհերի թիվը հասել էր 100-ի, իսկ վիրավորների թիվը մոտ 200-ի։ Այս ջարդերից հետո քաղաքի հայ բնակչությունը ստիպված էր փախչել երկրից։ Սումգայիթի ջարդերը դեռևս չեն ստացել համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական միջազգային հանրության կողմից։ Սումգայիթի իրադարձություններից հետո հայերի դեմ ջարդեր էին իրականացվել նաև Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում Բաքվում։ Արդյունքում կես միլիոն հայ արտաքսվել էր երկրից։ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը փետրվարի 27-ին հայտարարեց, թե իրենց ամուսնությունը ավարտվել է, ինքը լքում է կառավարական առանձնատունը, տուն չունի, վարկով տուն են գնել նորակառույցում, որը դեռ չի կառուցվել, ավարտվել, այնպես որ գնում է վարձով ապրի, դղյակներ չունի, ավտոմեքենա չունի, հաշվեհամարին տան վաճառքից մնացած գումար կա, որի թիվը իբր չի հիշում, իր քարտին կա 5 միլիոն դրամ, որով պետք է ապրի։ Իսկ ինչ ունի Աննա Հակոբյանը ըստ հայտարարագրի։ Աննա Հակոբյանը վերջին անգամ գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրել է 9 ամիս առաջ 2025 թվականի մայիսի 27-ին։ Եվ այսպես ավտոմեքենա չունեցող Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝ 2008 թվականի արտադրության Nissan, 2006 թվականի արտադրության Renault, 2004 թվականի արտադրության Vaz։ Հայտարարագրել է վերոհիշյալ բնակարանը նորակառույց շենքում, նաև միանձնյա սեփականությամբ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024 թվականին վաճառել է 45 միլիոն 500 հազար դրամով։ Բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006 թվականին։ Ինչ վերաբերում է գումարին, Աննա Հակոբյանը հայտարարագրել է 49 միլիոն 350 հազար դրամի փոխառություններ Իջևանատուն ՓԲ-ից, 13 միլիոն 259 հազար 798 դրամ աշխատավարձ Իմ քայլը հիմնադրամից, 2 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ Դարեսկիզբ ՍՊ-ից, հայկական ժամանակ, 40 հազար դոլար ավանդ բանկում, 10 միլիոն դրամ ավանդ բանկում, 3 միլիոն 622 հազար 308 դրամ դրամական միջոցներ, 8500 դոլար կանխիկ դրամական միջոցներ, 650 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 միլիոն 876 հազար 371 դրամ։ Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը թարգմանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակների դեպքում բարձրացումն ավելի փոքր կլինի։ Խնդրում եմ լինել ուշադիր։ Խոսքը ոչ թե պարտադիր 10,000 դրամ բարձրացման, այլ մինչև 10,000 դրամ բարձրացման մասին է։ Հաջորդի վարչապետը փորձում է բացատրել, թե ինչու է այս որոշումը կայացվում հենց հիմա եւ այն կապում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ, որը ներդրվել է հունվարի 1-ից։ Մեջբերում եմ, որոշակի լարվածություն կար, քանի որ կանխատեսելիության հարց կար, արդյոք մեր հաշվարկները որքանով են համապատասխանում իրականությանը եւ արդյոք բյուջետային հատկացումները կբավարարեն առաջացած կարիքները։ Սակայն հունվար եւ փետրվար ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումները այնուամենայնիվ ճիշտ են եղել։ Այստեղ բանալին այնուամենայնիվ բառն է։ Թարգմանեմ սա մեկ նախադասությամբ։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի քաոսային ներդրումը մեր նախընտրական ռեյտինգը չբարձրացրեց, ուստի անցնում ենք հաջորդ գործողությանը։ Հետգրություն։ Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, սոցիալական չէ։ Դա քարոզչություն է պետական բյուջեի հաշվին, նշել է Պողոսյանը։ Կրթության, գիտության, մշակույթի
եւ սպորտի նախարարությունը սահմանամերձ լեռնային բարձր լեռնային բնակավայրերում սեպտեմբերի 1-ից փակելու է 231 դպրոց, որը կազմում է հանրապետության բոլոր դպրոցների 16.6%-ը։ Դպրոցներն են օպտիմալացնում, վերամիավորվում կրթության որակի հասանելիության անվան տակ։ ԿԳՄՍՆ-ն հերքում վերնագրով հրապարակում է արել հայտարարելով. վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները եւ դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում են ապա տեղեկատվություն։ Բանն այն է, որ նախարարությունը չի ասում, որ դպրոցներ են փակվելու, բայց պատկերը սա է լինելու։ Անգամ 50-ից 110 աշակերտ ունեցող գյուղերի դպրոցները չեն գործելու։ Մի քանի գյուղի աշակերտներ գնալու են հարևան գյուղի դպրոց, որը վերանորոգվել է, արդիականացվել եւ այլն։ Հետազոտության արդյունքների հիման վրա հայտնում է ազգային կրթության խորհուրդը։ Այսինքն, օրինակ Շիրակի մարզի Կաքավասար գյուղի դպրոցը փակվելու է, երեխաները ստիպված են լինելու գնալ հարևան Մուսայելյան գյուղի դպրոց, իսկ այդ գյուղը 15-ից 20 կիլոմետր հեռու է։ Ստացվում է երեխաները օրական 30-ից 40 կիլոմետր ճանապարհ են գնալու, որ դպրոցում սովորեն։ Բնակիչները վստահ են, իշխանություններն այս ծրագրով ուզում են գյուղերը դատարկել։ Առանց այդ էլ սահմանամերձ լեռնային բնակավայրերում կյանքը շատ դժվար է։ Երիտասարդ ընտանիքները հողագործությամբ եւ անասնապահությամբ չեն կարողանում գոյատևել։ Ստիպված տան տղամարդը կամ քաղաք է գնում աշխատելու կամ խոպան։ Հիմա էլ դպրոցներն են փակում, որ գյուղերում միայն ծերերը մնան, ու մի 2 տարի հետո գյուղերը դառնան անմարդաբնակ եւ ում համար են դատարկում հայերի տները, որ ովքեր կան բնակվեն այնտեղ։ Ընդ որում հիմնականում փակում են Շիրակի, Սյունիքի եւ Լոռու մարզերի դպրոցները։ Նորակառույց կամ բարեկարգ դպրոցում սովորելու համար երեխաները մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ անցնեն, ԿԳՄՍՆ-ն էլ անունը դնի բարեփոխում, իսկ քանի ուսուցիչ է աշխատանքից զրկվելու։ Դպրոցը համայնքի բնակիչներին իրար հետ կապող, մտերմացնող, գյուղին շունչ, կենդանություն տվող կրթական եւ մշակութային կառույց է։ Այն համայնք, ժողովուրդ, ազգ, հայրենիք ստեղծող ուժ է։ 231 դպրոցները փակելով նշանակում է փակվում է Հայաստանի ամեն 6-րդ գյուղական համայնքների ամեն 3-րդ դպրոցը։ Կախիչի ամրությունը ստուգող, դրա համար մեծ աղմուկ բարձրացնող Փաշինյանը, որ ժամանակին առաջնորդվում էր ապագա կա կարգախոսով, այսօր փաստացի զրկում է գյուղը ապագայից։ Այս գործընթացը օր առաջ պետք է չեղարկվի, ոչ միայն կասեցվի, այլ չեղարկվի։ Արտագաղթի ալիքի դեպքում անհնար է այլևս գործընթացը հետ շրջել։ Ազգային կրթության խորհուրդը պատրաստվում է հանրագիր ներկայացնել կառավարությանը։ Մասնագետները զգուշացնում են, կրթության որակի մասին խոսելն ավելորդ է, եթե արդյունքում դատարկվելու են գյուղերը։ Հայաստանյան ընտրություններից առաջ եղած կուսակցությունների կողքին կազմավորվում են նոր կուսակցություններ, կազմվում են դաշինքներ։ Մեր հաղորդումների ընթացքում անդրադառնալու ենք նաև դրանց։ Հայակվե ազգային քաղաքացիական միավորումը եւ միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Պատրաստական ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետեւաբար միավորում ենք մեր ջանքերը եւ հայտարարում միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու եւ միասնաբար հանդես գալու մասին իր Facebook-յան էջում գրել է Ավետիք Քերոփյանը։ Հայրենիք կուսակցության գործադիր մարմինը որոշեց չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունը հայտարարել է. Հայրենիք կուսակցության գործադիր մարմինը փետրվարի 26-ի նիստում բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արկա ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նախընտրական փուլին բնորոշ զարգացումները, արձանագրելով իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։ Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակում է պահպանվել։ Քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության եւ արժեքային հստակ առանցքի։ Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական եւ բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ եւ վերահսկողություն։ Քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչն արգելակում է կայուն պետական զարգացման հնարավորությունը։ Հայրենիք կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։ Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում եւ քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների
արդյունքների վրա։ Ամփոփելով արձանագրվածը, մի կողմից նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը եւ մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող արհեստական դաշինքների եւ կամ միավորումների ձևավորման ճանապարհով, կուսակցության գործադիր մարմինը որոշեց չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին, հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին եւ աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին ըստ սեփական նախընտրության, հետեւողականորեն շարունակել հայրենիք կուսակցության զարգացման գործընթացը կուսակցաշինության բոլոր ուղղություններով։ Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին։ Լուրերի այս թողարկումն ավարտում ենք ուրախալի լուրով։ Համլետ Մանուկյանը 2025 թվականի լավագույն տղամարդ մարմնամարզիկ։ Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թվականի լավագույն տղամարդ մարմնամարզիկ։ Այս մասին հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ 18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում, ստանալով ավելի քան 1,30,000 ձայն, 51%։ Այս շաբաթ այսքանը, սիրելի հայրենակից, եւ եթե լուրերի մեր թողարկումները կարեւոր են ձեզ համար, կոչ ենք անում միանալ մեր ազգային հարթակին, նպաստել իրական Հայաստանի հարատևմանն ու հզորացմանը։ Իսկ շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգ նախաձեռնության անդամ Ստելլա Հովսեփյանը։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։